Կարոտել ենք ճիշտն ասած, մի երկու տարի չենք տեսել։ Պարոն Մարության, ես ձեր ուրվականի հետ կխոսեմ ամեն դեպքում, որովհետև դուք 3 ամիս անընտրված եք, բայց 15 րոպեով բարեհաճեցիք գալ, այն էլ ուզեցիք արտոնյալ պայմաններ ստանալ ու գնացիք, երբ որ դրանք չստացաք։ Իհարկե ժանրի կանոնների համաձայն ծիծաղալու էր որոշ դրվագներ եւ մենք ընդունեցինք եւ ծիծաղացինք, բայց նաեւ կար լացելու դրվագներ, որովհետեւ երբ որ խոսվում է վատ անարդյունավետ ծախսերից, ես հիշում եմ անկեղծ ասած մեր այսօր տրանսպորտային համակարգում ձեռք բերված դեռևս 19 թվականին, եթե չեմ սխալվում, ձեռք բերված գազելները 20 թվականի արտադրության, որոնց որ եթե չեմ սխալվում կեսը մոտավորապես արդեն փչացել է։ Պարոն Մարության, ես կխնդրեմ դուք վերադառնաք դահլիճ եւ մյուս հարցի քննարկման ժամանակ էլի ձեր ելույթի իրավունքից օգտվեք եւ երևանցիներին բացատրեք, թե ձեր քաղաքապետ եղած ժամանակ գնված գազելների կեսը ինչի է այսօր փչացել։ Դուք ունեք դրա պատասխանը, դուք կարող եք դա հանրությանը դրա համար տալ պատասխան։ Եվ խոսում եք տարբեր ծախսերից, չգիտեմ, անարդյունավետ ծախսերից եւ այլն, լավա կոռուպցիայից չխոսացիք, այդ մի սահմանը չհատեցիք, որովհետեւ իրականում դա խոսալու բան էլ չկար, չէիք կարող խոսալ։ Եվ ես հուսով եմ, որ այսուհետ պարոն Մարությանը եւ մյուսները, որտեղ ինչ որ տենց մարդիկ կան, որ իրանց տենց երկնքում աստղեր են պատկերացնում եւ տենց չպետք է գան ստեղ, ովքեր որ չեն պատրաստվում գալ ստեղ, թող մանդատները վայր դնեն, գնան, թե մի խմբակցությունից տենց մարդ կա, թե այս մյուս խմբակցությունից կար եւ մենք չենք պատրաստվում հանդուրժել տենց իրավիճակներ եւ ափսոս, որ այդ խմբակցությունը խոսեց, բայց չունեցավ ուժ, որ լսեր թե ինչ են խոսում դիմացինները եւ դա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ չկա լսելու ունակություն, կա ուղակի քննադատելու ունակություն եւ տվյալ անձը, որ նորստեղից խոսում էր եւ իր օրոքել կային բազմաթիվ խնդիրներ, ինքը այդ քննադատությունը չէր ընդունում, բայց հիմա քննադատելուց տենց շատ հեշտ է, ես հուսով եմ, որ հաջորդ անգամ լսելու ունակություն գոնե կլինի։ Շնորհակալ եմ, պարոն